Մենք պատրաստում ենք մեր անմահական իշխանը, շատ քիչ բաղադրություններ է գնում բաղադրատոմսի մեջ, բայց շատ համով է լինելու։ Մեզ հարկավոր է իշխան ձուկ, բնականաբար, կարտոֆիլ, գազար, թարխուն և աղ, սև պղպեղ, այդքան բան։ Հիմա առաջնայինը, որ ինձ հարկավոր է լինելու, ես գազարն եմ կտրտելու, արդեն մաքրել եմ, լվացված է։ Մի հոյակապ, մի բան է լինելու։ Գազարը բաժանում եմ երկու մասի, ընդամենը այսպես։ Այմին գազարը չէ, կարտոֆիլը, sorry։ Հիմա սա միայն աղ եմ անում, և դնում եմ առանձին, անցնում եմ թավայի մեջը դասավորելուն։ Վերջ։ Հաջորդ բանը, որ պետք է անեմ, արդեն ինձ մոտ իշխան ձուկ է, մաքրված է, ամեն ինչ արած է, բայց եթե տեսնում եք, չի հեռացված սրանք, այս անգամ պետք է արդեն հեռացնեմ։ Մեկը սենց թե նենց, դուք վստահ եմ ձեր տանեցիներն, սրանք չեն ուտում ոչ մեկ։ Հիմա ինձ պետք է սա բաժանել 3 կամ 4 մասի, ես կբաժանեմ 3 մասի։ Եվ ինչ ենք անում, սա նույնպես աղ ենք անում։ Ձուկը սիրում է աղ։ Իհարկե, բայց չափավոր դուք ինքներդ արդեն վստահ եմ գիտեք, ինչքան եք ուզում դնեք աղ։ Դնում եմ փոշի սև պղպեղ։ Հələ դեռ ջրի մեջ էլ պետք է դնեմ, բայց արդեն հատիկավոր այս դեպքում։ Եվ մեր թարխուններն է գալի օգնության։ Ինչ եմ անում, ես մի լավ թարխուն եմ դնում, ժողովուրդ ջան, սիրում եմ շատ թարխունով լինի։ Համը տարբեր է, անցած անգամ գրել էին կոմենտներում մի տիկին էր գրել, որ հնարավոր է թարխուն, եթե չունենք այստեղ թարխունի փոխարեն ուրիշ կանանչի դնենք, կարող եք փոխարինել, ասենք մաղադանոսով կամ ինչ որ սիրում եք, բայց դե թարխունի համը ասեք, որ ուրիշ է էլի, դա լրիվ մի ուրիշ համ է տալի, անմահական։ Չեմ կարող ասեմ, որ 100% կբավարարի ձեզ, որ եթե ուրիշ կանանչի դնենք անգամ, բայց փորձեք, դե հիմա եթե չկա, ինչ արած, պետք է ուրեմն ուրիշ մի բան փորձեք դնեք։ Okay, ես անգամ վրան եմ հիմա ավելացնելու,
այստեղ այսպես կավելացնեմ։ Okay։ Եվ հիմա ավելացնելու եմ սպիտակ գինի։ Ինձ մոտ ես ունեմ գազավորված սպիտակ գինի։ Հիմա սրա բացելը կա։ Okay, միջև ամուսինս կփորձի, որ բացի սպիտակ գինի, ես այդ ընթացքում դնեմ մնացած բաները։ So, ինձ հարկավոր է դափնու տերև, 3 հատիկ եմ ընդամենը դնում։ Սև հատիկավոր պղպեղա ինձ հարկավոր։ Եվ կարակ բնականաբար պետք է դնեմ։ Հիմա սպիտակ գինին արդեն բացվել է։ Այս կողքից զգուշությամբ լցնում եմ հիմա ես։ Այնքան, որ մինչև գազարները կգան կծածկեն։ Բայց ձուկը չպիտի հասնի, ձուկը չպետք է ծածկի։ Նորից եմ կրկնում, ինձ մոտ սպիտակ գինի է գազավորված։ Okay, վերջ, բավական է արդեն։ Հիմա սա դնեմ ես գազօջախի վրա, սկզբից մի քիչ բարձր ջերմաստիճանով կդնեմ, որպեսզի հասցնի եռման աստիճան գալը։ Հենց որ սկսեց եռալը, կցածրացնեմ եւ մարման կեպվի 30 րոպեի չափով։ Okay, Ջորջ ջան, արդեն դրել եմ եփվելու, բայց հիմա մի հատ թեմայից դուրս է սիլերի, լնայեք այստեղ ինչ է եփվում։ Կարակ գուշակեք։ Լավ, որ չտանջվեք, ասեմ, խաշ ենք եփում։ Իհարկե ոչ այսօրվա համար, դա դեռ կեպվի մի քիչ երկար, մինչև վաղը։ Okay, հարազատներից, եթե տեսնում եք, ինձ մոտ արդեն կարտոֆիլը նայեք, ինչ փափուկ եփվել է։ Սա անջատելու ժամանակն է։ Okay, հարազատներս, հիմա արդեն դասավորենք մեր ձուկը։ Կարող եք թարխունները հանել, կարող եք թողնել, ես թողնելու եմ։ Եվ անգամ ջուրը, եթե նկատում եք մեջ, անգամ դեռ հələ ջուր ունեմ ես, ջուր ասելով գինին, մեր սպիտակ առանց քաղցրի գազավորված գինի էր, եթե հիշում եք։
Գազերն էլ արդեն պատրաստ դնենք մեջը սիրուն ու վերջ։ Դիրա, հիմա համնեկնենք իրար հետ, վերջ։ Okay, հարազատներս արդեն շատ սիրուն դասավորեցի, բայց մի հատ կոնե պետք է իրար հետ համտեսնենք, ոնց է եղել։ Մի փոքր կարտոշկայից դնենք։ Կարտոշկան անտիրեպվել է, անգամ խոսք չկա։ Շատ համոբա, շատ, իրոք ընտիր բան է։ Անմահական համոբա, իրոք շատ լավն է։ Ժողովուրդ ջան, անպայման դուք էլ պատրաստեք։